Հայաստան-Թուրքիա հարաբերության ղեկավարումը ժամանակի հարց է, վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցազրույց տվավ թուրքական լրատվամիջոցներուն եւ անդրադարձավ շարք հարցերու։ Թուրքիան հանդես կուկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրության օգտին թուրքական լրատվամիջոցներուն հետ զրույցին մեջ հայտարարեց վարչապետ Փաշինյան։ Աննսավ, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններու բացակայությունը կխոչընդոտե Հայաստանի եւ Թուրքիո հարաբերություններու զարգացմամբ։ Թուրք լրագրողներուն հետ հանդիպման Փաշինյան անդրադարձավ նաեւ հայոց ցեղասպանության, մեր պաշտոնական որոշումն այն է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններուն մեջ չի մտներ։ Սա պաշտոնական ձևակերպում է, բայց այս բարունակին մեջ կան հարցեր, որոնց բարձրապանումը էական է եւ կարեւոր։ Այդ հարցերու շուրջ աշխատանքային ռեժիմով անընդհատ կխոսիմ եւ Հայաստանի մեջ եւ արտերկրի մեջ։ Մեծ եղերն Հայաստանի մեջ հայերու շրջանին անարարգելի ճշմարտություն է։ Մեր իրականության մեջ հնարավոր չէ այդ շղթել կամ ուրանալ, նշեց վարչապետը։ Երևանը հաստատեց, թե Բաքվի հետ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրության, ըստ Հայաստանի արտաքին գործոստ նախարարության Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագիրի ստորագրության ժամկետերու եւ դեղի շուրջ։ Ավելի առաջ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարար Ջեյհուն Բայրամով ասաց էր, որ Հայաստան ընդունած է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերուն վերաբերյալ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրի շուրջ բանակցություններուն ավարտը։ Ողջունեմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցություններու ավարտի մասին հայտարարությունը, այժմ ոչինչ կխոչընդոտե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրության, որը պետք է ճանապարհ հարթի հարավային Կովկասի մեջ կայուն խաղաղության համար, նշած է նախագահ Մակրոն։ Գերմանիա արտաքին գործոստ նախարարությունը անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ցերկ բերված համաձայնության։ Դեղեցությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն ցերկ բերած են խաղաղության պայմանագրի մասին, հույս կներշնչի։ Տասնամյակներու թշնամանքեն եւ պատերազմեն հետո այն փաստը, որ գայուն խաղաղությունը արդեն հասանելի է, կարեւոր է թե դարաձաշրջանին համար թե սահմաններեն դուրս գրած է ան։ Ես կոչ կնեմ կողմերուն ստորագրելու խաղաղության պայմանագիրը, նշված է նախարար Աննալենա Բերբոկի անունով Գերմանիա արտաքին նախարարության X-ի մեջ տարածված հայտարարության մեջ։ Ավստրիո արտաքին գործոստ նախարարությունն ալ ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցով արձանագրված առաջընթացը։ Չերմորեն ողջունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հարցով ցերկ բերված առաջընթացը։ Հույսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր, համաբարփակ եւ արդար համաձայնագիրը վստահաբար գայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը կամրապնդե ամբողջ տարածաշրջանին մեջ, ըսված է Ավստրիո արտաքին գործոստ նախարարության հայտարարության մեջ։ Իրանը ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ցերկ բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի թրույթներուն շուրջ։ Այս մասին ասաց է Իրանի արտաքին գործոստ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, որուն հայտարարությունը հրապարակված է Իրանի արտաքին գործոստ նախարարության գայքի մեջ։ Իրանի արտաքին գործոստ նախարարության խոսնակը հույս հայտնած է, որ վեճեր երկխոսության միջոցով լուծելուն երկու կողմերու հանձնարարության շնորհիվ շուտով ականադես կլանք երկու երկիրներու միջև խաղաղության պայմանագրի ստորագրության եւ դարաձաշրջանի մեջ ամուր խաղաղության եւ գայունության հաստատման, նշված է Իրանի հայտարարության մեջ։ Սուրիո մեջ անցումային շրջանը պիտի դեվե 5 տարի, ըսված է Սուրիո Հանրապետության Սահմանադրության նախագիծի քննարկման հանձնաժողովի հայտարարության մեջ։ Հանձնաժողովը հայտարարած է անցումային շրջան 5 տարի ժամկետով անվտանգ եւ չեզոք միջավայրը ստեղծելու համար բավարար ժամանակ տրամադրելու նպատակով, ըսված է հայտարարության մեջ։ Սուրիո անցումային շրջանի նախագահ Ահմեդ Շարա ավելի գանուխ ստորագրած է անցումային շրջանի սահմանադրության նախագիծը։ Շարա հայտարարած է, որ երկրի մեջ անցումային շրջանի ավարտի համար առնվազն 4 տարի կպահանջվի։ Ամերիկայի դեմ ռոտագայանին մեջ American Airlines Boeing օթանավը վայրեջքեն հետո այրած է, որում պատճառով ճամփորդները դուրս հանված են։ Ամերիկայի դաշնային վարչությունը կհետաքննի միջադեպի պատճառները։ Օթանավը թռիչք կատարած է Կոլորադոյեն դեպի Դալլաս, օդաչուները հայտնած են շարժիչի հետ կապված խնդիրի մասին։ Վայրեջքի բահուն թռիչքուղիին վրա շարժիչը փրկած է։ 12 հոգի թեթև վնասվածքներով տեղափոխված են հիվանդանոց, լուրջ դժողներ չկան։ American Airlines հայտնած է, որ օթանավի մեջ եղած է 172 ճամփորդ անձնագազմի 6 անդամներուն հետ միասին։ Ցեզի հետ էր Անի Զեյթունցյանը։